Խարբերդում ապրող 5 երեխաների մայր Մանե Պողոսյանը սիրով ու հպարտությամբ է պատմում ամուսնու մասին, ում հետ ծանոթացել է Դավիթ Բեկ գյուղի դպրոցում։ Ալեք Պողոսյանը եղել է իր պատմության ուսուցիչը։ Սիրահարվել են ու հակառակ մոր կամքի, ով ցանկացել է, որ աղջիկը բուհ ընդունվի, դպրոցն ավարտելուց հետո 17 տարեկանում փախել է իր պատմության ուսուցչի Ալեքի հետ։ Չի փոշմանել անկախ բոլոր դժվարություններից։ Երբ սեր կա ընտանիքում, ամեն ինչ հաղթահարում ես, ասում է Մանեն, ով համատեղ կյանքի 16 տարիների ընթացքում Ալեքին նվիրել է 5 երեխա։ Մանեն հերթով թվարկում է երեխաների անունները՝ մեծից փոքր՝ Մարտուն, Ռաֆի, Մոնթե, Սաթենիկ ու Շանթ։ 5-ն էլ սովորում են Նոր Խարբերդի թիվ 2 դպրոցում։ Միասին։ Ահա։ Քանի մասից էր բաղկացած բառը։ Մեկ, ուրեմն ինչպիսի բառ է արջը։ Շատ ապրես։ 6 տարեկան Շանթը թերևս երկար կհիշի այս տարվա սեպտեմբերի 1-ը, ոչ միայն այն պատճառով, որ առաջին անգամ էր ոտք դնում Նոր Խարբերդի թիվ 2 դպրոց, այլ որ հայրը կողքին չէր։ Նա իր հասակակիցներից միգուցե ավելի շուտ է մեծացել, իմացել, թե ինչ է ազատազրկումը։ Բանտը նա բնորոշում է այսպես. չեն թողնում, որ պապան տուն գա։ Ես ուզում եմ շուտ պապան վերթից գա տուն։ Գա որ ինչ անեք։ Որ շախմատ ինձ սովորացին լավ։ Նոյեմբերին կլրանա 2 տարին այն օրվանից, երբ բազմազավակ 5 երեխաների հայրը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի երբեմնի գյուղապետ Ալեք Պողոսյանն ընտանիքի հետ չէ։ Նա դատապարտվել է 4 տարվա ազատազրկման արժեքների հեղափոխություն անունը ստացած գործով։ Փաստորեն ընտանիքը զրկվել է տան միակ կերակրողից։ Պողոսյանների բազմազավակ ընտանիքը, որտեղ մեծանում է 6-ից 15 տարեկան 5 երեխա, ապրում է 52,000 դրամ ընտանեկան նպաստով ու հարազատ մարդկանց օգնությամբ։ Մանե Մնացականյանը, այս մեծ ընտանիքի մայրը, չի աշխատում, ասում է, որ չի կարող 5 երեխաների դաստիարակության հարցերն անտեսել ու նրանց աչքաթող անել։ Ապրում ենք ավելի վատ, քան երբ Ալեքը մեր հետ էր։ Սակայն հասկանում ենք, թե ինչի համար Ալեքը բացակայում։ Երեխաները շատ բան են կորցրել Ալեքի բացակայության պատճառով։ Օրինակ, եթե Ալեքը այստեղ լիներ, ավելի շատ կզբաղվեր թե իրենց կրթությամբ, թե դաստիարակությամբ, թե շախմատով։ Հույս ունենք ավելի լավ կլինի, բայց ամենավատին էլ ենք պատրաստ։ Ես Ալեքը պարտավոր ենք երեխաներին ապահովել սննդով, հագուստով, դրանից առավել պարտավոր ենք զբաղվել նրանց կրթությամբ, դաստիարակությամբ, իսկ ամենակարևորը պարտավոր ենք նրանց թողնել լավ հայրենիք։ Երեխաները պատմում են, որ այս տարի մոտ 2 տարվա ընդմիջումից հետո 3 օր կարողացել են տեսնել հորը բանտում ու շատ շախմատ են խաղացել։ Ինչքան ժամանակ չէիր տեսել։ 2 տարի։ Հետո եկավ եւ ուրախացանք։ Առաջին անգամ ինձ է սովորացրել, սկզբից խաղացել ենք ինքն այնց հաղթել, հետո արդեն հիմա ես իրան հաղթում եմ, էլի շախմատը։ Գալի ստուտելի այնքը։ 45-ամյա Ալեք Պողոսյանն այսօր կարող էր իր ընտանիքի կողքին լինել պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելով, սակայն կոշտ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը հրաժարվել է նրան ներկայացնել պայմանական ազատման։ Մեջ գրված էր, որ ծածկամիտը, բայց ինձ թվում է, թե դա իրանց քաղաքական հայացքների հետ կապված է։ Մանեն մինչ օրս չի կարողանում երեխաներին բացատրել, թե ինչու են դատապարտել Ալեքին։ Ոնց ասեմ, որ խուլիգանության հոդվածով են դատել իրենց հորը։ Այն դեպքում, երբ իրականում Ալեքն ու մնացած տղաները խուլիգաններ չեն, այլ չեն ուզում ստրուկ լինել սեփական երկրում։